Ողջույն սիրելի հետևորդ, այսօր մեր 7-րդ դասն է, կանցնենք 14-րդ էջին։ Այսօրվա դասը, օրինակ part 1, առաջին մասը for black key groups below middle, այսինքն կենտրոնից ներքև գտնվող այս սև ստեղների մասին է խոսքը։ Ինչ ենք անելու, սովորելու ենք աջ և ձախ ձեռքերը նվագել կենտրոնից ներքև, տեսեք, կենտրոնից ներքև, այսինքն աջ ձեռքը պետք է այստեղ դիրքավորենք, մատները 2, 3, 4 և ձախ ձեռքը այստեղ 2 և 3, երկու սև ստեղների վրա, ուշադիր եղեք, արդեն ներքևը ցածր հնչողությամբ սև ստեղների վրա ենք նվագելու այսօր, անցնենք առաջ, ինչ ասում, Jolly Old Saint Nicholas, այսինքն ձմեռ պապիկի մասին է խոսքը, կերստման, Jolly ուրախ old, այսինքն ծերուկ, ձմեռ պապիկի մասին է խոսքը, Santa Claus, այսինքն Դեդ Մառոզ, գնացինք առաջ, տեսեք, երբ որ դիրքավորենք արդեն մեր ձեռքը այս ստեղների վրա, հիշեք, որ մենք պետք է օգտագործենք այս համարները, մատների համարները, որպեսզի սա կարողանանք նվագել, ոնց սա այստեղ մի հուշում կա արդեն, ինչ որ գիտենք, հա, պոչիկները վերև, դա նշանակում է արդեն right hand, աջ ձեռքը, իսկ left hand, տեսեք, ընդամենը պոչիկները ներքև, այսքանը պետք է նվագենք այստեղ, ձախ ձեռքով, սա աջ ձեռքն է, սա ձախ ձեռքն է, ուշադիր եղեք, left hand գրված է, այնուհետ գալիս է նորից right hand, աջ ձեռքը, մինչև այստեղ, նորից պոչիկները վերև, նվագելու ենք արդեն աջ ձեռքով այստեղ, շատ պարզ է ինձ թվում է, հիմա մենք արդեն անցել ենք տարբեր տևողության այս նախշերը, հա, նոտաները, տեսնում ենք, սա մեր կարճ նոտան է այստեղ համարվում, սա միջինը, որը 2 է համարվում, սա 4-ը, երկար նոտան է համարվում, ուրեմն սա հաշվում ենք տակտերով, բաժվել է, հա, բաժանվել է հավասար չափերի, 4, տեսեք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ինչպես նաև այստեղ, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, տեսնում եք արդեն դինամիկ նշան, այսինքն սա մեր հաճախականության բարձր հնչողությամբ նշանն է, որը որ պետք է ամբողջ այս երգի ժամանակ, տեսեք, մինչև այստեղ պետք է ավելի բարձր հնչողությամբ նվագենք, քանի որ չկա ուրիշ այլ նշան, հա, այսա սովորել ենք արդեն նախորդ դասից, գիտենք, ինչ անենք այստեղ հիմա պետք է մենք երգենք, հա, ինչի մասին է խոսքը, Jolly Old Saint Nicholas, lean your ear this way, այսինքն ասում է ուրախ ծերուկ ձմեռ պապ, ականջդ ուղղիր դեպի ինձ, հա, ներքև, դեպի ասում է այս կողմը lean, հա, թեքիր դեպի ինձ, ասում է don't you tell a single soul what I'm going to say, ասում է ոչ մեկին մի պատմիր, հա, ոչ ոքի մի պատմիր, թե հիմա ինչ քեզ կասեմ, ինչ եմ ասում քեզ, սրա մասին է խոսքը, հիմա այստեղ օրինակ դիրքավորում ենք արդեն 2, 3, 4, եկեք սկզբից երգեմ, տեսեք, Jolly old Saint Nicholas, lean your ear this way, don't you tell a single soul what I'm going to say, տեսնում եք, չէ, սա պահում ենք արդեն 4 տևողությամբ, հա, 1, 2, 3, 4, հիմա այստեղ ես ուզում եմ համ նվագել, համ էլ երգել, տեսեք, արդեն դիրքավորել եմ, Jolly old Saint Nicholas, lean your ear this way, don't you tell a single soul what I'm going to say. Սա արդեն այս այջի համար էր, իսկ այստեղ ներքևում do-it part, այսինքն սա ուսուցչի համար, որպեսզի ձայնակցի, հա, ձեզ հետ նվագակցի, այստեղ արդեն ասում է student plays on black key groups above the middle of the keyboard, այսինքն եթե դուք արդեն սա սովորեք լավ նվագել, դուք պետք է մեկ դիրք վերև, հա, այստեղ նվագեք, որպեսզի ուսուցչուհին կարողանա այս ներքևի ձայնում ձեզ նվագակցել, Սրա մասն է խոսքը, հետո եթե ժամանակ լինի, անպայման ես սա էլ ցույց կտամ, ստեղների վրա էլ անպայման ցույց կտամ
սա ոնց էի նվագում, հա, համ էլ երգում։ Անցնենք արդեն հաջորդ էջին։ Ընթացքում արդեն կարող ենք երեխաներին նույնպես հուշել այս գույների համար մասին եւ տակ նրանց փորձեն իրենք էլ նկարեն, օրինակ հնգակից, հա, մի հնգակից կամ նոտայի տետր եթե ունեք, կամ վերցրեք ինչ-որ մի բան, այսպեսի մի ինչ-որ բան կարող եք ձեռք բերել համացանցով, հա, շատ կան, կարող եք նաեւ ձեռք բերել այսպեսի ինչ-որ մի բան, հա, սա էլ է շատ հետաքրքիր, հա, կարող եք այսպես երեխաների հետ վարժանքներ անցկացնել, օրինակ ասել արդեն, որ հնգագծի վրա նկարիր, օրինակ տողի վրա, հա, սկզբնական տողի վրա այս շրջանակները անեն, հա, հետո եթե արդեն տողերի վրա կարողան, կարող են տողերի մեջտեղում արդեն սկսել երեխաները կլոր շրջանակներ անել, այսպես, եթե շատ փոքր են, հետո այնուհետև ասեք, որ նրանք ներկեն իրենցից գույներով, տեսեք, օրինակ սոլից սկսեք, որովհետև երկրորդ գծում դա սոլը համարվում է, սոլի բանալին, իրենց ասեք, որ սա սոլի բանալին հենց եկել է այս սոլից, հա, սոլ, կարող եք ինչ-որ իրենց հարազատ, ինչ-որ մի բառ, մենք արդեն սովորել ենք տարբեր այս տառերից, հա, սովորել ենք երաժշտական գործիքներ, կարող եք դա նշել, կարող եք իրենց հարազատ ինչ-որ մի բան կամ ինչ-որ մի բառ, օրինակ սոլֆեջո, հա, թերապի տեսությունը, սոլֆեջո, որը սկսում է սոլով, հա, կամ ինչ-որ մի ջիով տար կամ գյով, գիթար, ինչ-որ մի բան, մտածեք, որ ինքը արդեն մտաբերի։ Այնուհետ կարող եք տետրը տալ, որ ինքը մի տող, այսպես, այս տողի վրա գրի ու ներկի, անպայման թող ներկի մուգ կապույտ գույնով։ Հետո եթե սա արդեն կսովորի, արդեն անցեք դոին, որ օժանդակ գծի վրա է սկսվում, հա, ու կարմիրով թող ներկի, որ իմանա, որ արդեն սա դոն է, սա արդեն վարդագույնն է համարվում։ Այսպես կարող եք ինքներդ վարժանքներ անցկացնել, սա մի փոքր հուշում, որպեսզի դասի ընթացքում կարելի է մի քանի դաս սրան անպայման անդրադառնալ, որպեսզի ավելի հիշեն երեխաները ինչպես նոտաները գրեն, տողերի վրա, անպայման թող գրեն ու անպայման ներկեն։ Սա էր այս մասը, անցանք առաջ։ Այստեղ արդեն անդրադառնում ենք դեպի աջ, տեսեք, էլի նույն ձմեռ պապիկի մասն է խոսքը part 2, այսինքն երկրորդ մասն է, for black groups above middle, above middle-ը արդեն դա կենտրոնից բարձր, այսինքն բարձր տևողության, հնչողության, սև ստեղների վրա ենք նվագելու, այստեղ էլ արդեն դիրքավորում ենք, տեսեք, աջ ձեռքը արդեն գտնվում է այստեղ, էլի 3 ստեղների վրա, 2, 3, 4, իսկ ձախ ձեռքը 2, 3 արդեն այստեղ ավելի վերև, հենց կենտրոնից պետք է սկսենք, տեսեք, այստեղ ձախ ձեռքն ենք դիրքավորում, այստեղ արդեն աջ ձեռքը, ուշադիր լինենք, կենտրոնից բարձր հնչողությամբ արդեն, տեսեք, այստեղ էլ արդեն հուշում է right hand, պոչիկները վերև, տեսնում ենք, մինչև, ստեղ, հետո այստեղ արդեն անդրադառնում է նորից պոչիկները ներքև, այսինքն այսքանը գտնվում է այստեղ, պետք է նվագենք ձախ ձեռքով, այնուհետ նորից գնում ենք դեպի աջ ձեռքը, խնդրեմ, պոչիկները վերև, էլի դիրքավորել ենք այստեղ, ուշադիր կլինեք նորից այս մատների համարներին, պիտի մատների համարներով նվագենք, և իհարկե հաջորդ դայնամիշը տեյկնա, այսինքն դինամիկայի հաճախականության մեր նախշն է, նշանը որն է պեյ, հա, պիանոն, այսինքն պիանոն նշանակում է ցածր հնչողությամբ, մինչև վերջ պետք է այստեղ արդեն ցածր հնչողություն պահպանենք, սրա մասն է խոսքը, նորից անցնենք հաշվելուն, օրինակ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, Տեսնենք ինչի մասին է երգը լինելու, Christmas Eve is coming soon, now you dear old man, whisper what you'll bring to me, tell me if you can, Christmas Eve-ը դա Սուրբ Ծննդյան նախօրեի մասին է խոսքը, եվրոպական երկրներում, հա, Միացյալ Նահանգներում այն նշվում է դեկտեմբերի 24-ին, հա, 25-ի մի օր առաջ, Քրիստոսի ծննդյան նախօրեին, դա հոլանդերենով ասում ենք Kerstavond, իսկ ռուսերենով ասվում է Nочь перед Рождеством, հա, սա չի լինիկ, դրա մասն է խոսքի, ասում է այն մոտ է,
coming soon։ Հետո ասում է now you dear old man, այսինքն բարի ծերուկ ծերունի մարդ, հա։ Whisper շշնջա what you'll bring to me, ինչ ես բերելու ինձ համար։ Tell me if you can, պատմիր այն ինձ, եթե կարող ես, սրա մասին է։ Հիմա փորձեմ սա համերգել։ Չորրորդ մատն ենք տեղադրում, արդեն այսպես։ Christmas Eve is coming soon, now you dear old man, whisper what you'll bring to me, tell me if you can։ Սա հիմա արդեն կարելի է մի հատ նվագեմ, տեղադրեմ մատներս, տեսնենք այստեղ, արդեն մատները տեղադրում ենք 2, 3, 4, ձախ ձեռքը 2, 3, կենտրոնից դեպի վեր արդեն, այսպես, Christmas Eve is coming soon, now you dear old man, whisper what you'll bring to me, tell me if you can։ Սա է նաև այս էջի համար, հետո արդեն կնվագեմ ստեղների վրա, կտեսնեք, թե այն ինչպես է նվագում, հա։ Ու այստեղ արդեն ասում է after you learn party, եթե դուք արդեն սովորեցիք այս երկրորդ մասը, play part 1 and then part 2 to make one song։ Այսինքն ասում է առաջին մասը եւ երկրորդ մասը իրար հետ նվագեք, որպեսզի սա արդեն հավելվի, հա, իր վերջին հասնի։ Պետք է 14 եւ 15-րդ էջերը իրար հետ նվագել, իրար հետևից։ Հետո ասում է move both hands to the next higher blacky groups and play a duet with your teacher։ Եվ այս դուետը արդեն քո ուսուցչի օգնությամբ կամ ծնողի օգնությամբ, եթե կարող է նվագել, կարող է նվագակցել քեզ, եթե դու սա արդեն նվագես, higher, next higher։ Այսինքն հաջորդ դիրքը մեկ դիրք ավելի վերև վերցնես, որպեսզի ուսուցիչը քեզ կարողանա նվագակցել։ Հիմա կանցնեմ արդեն ստեղների վրա։ Հիմա նվագենք ստեղների վրա, գտնվում ենք 14-րդ էջում, արդեն գիտենք կենտրոնը, ասացինք, չէ, որ կենտրոնից ձախ դեպի ցածր հնչողությամբ, հա, սև ստեղների վրա պետք է դիրքավորենք, տեսեք, 1, 2, 3, 4-ը աջ ձեռքը, ձախը 2, 3, դիրքավորում ենք ու 4-րդ մատով պետք է սկսենք ու աջից։ Նվագելու ենք ֆորտե, բարձր եւ պոչիկները վերև, տեսնում ենք արդեն հաշիվը 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4։ Սա արդեն 14-ն է, անցանք 15-ին, նորից վերցնում ենք 4-րդ մատ, հա, արդեն նվագում ենք մեղ, պիանո։ Christmas Eve is coming soon, now you dear old man, whisper what you'll bring to me, tell me if you can։ Կարող է ձեր ուսուցիչը նաև ձեզ նվագակցել, եթե դուք օրինակ մեկ դիրք վերև, հա, օրինակ սրա փոխարեն արդեն նվագեք մեկ դիրք վերև, հա, որպեսզի ինքը այստեղ ձեզ կարողանա այսպես նվագակցել։ Այսպեսի մի բան, կարող եմ երգել օրինակ Jolly old Saint Nicholas, lean your ear this way։ Նման մի բան։ Սա էր այսօրվա դասը, սիրելի հետևորդ, շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ, կհանդիպենք արդեն հաջորդ դասին։ Հաջողություն։